հարցերին պատրաստ չեմ պատասխանել, որովհետև ես ենթադրում եմ, որ իմ նիստը բարելու ընթացքում նորություններ են եղել, որոնց հիմա ծանոթ չեմ։ Հարգելի գործընկերներ, գնալու եւ չգնալու որոշումը ես չեմ կայացնում։ Ես կարող եմ ասել, որ իհարկե ունեմ։ Ես կարող եմ ասել, որ պատերազմը եւ պատերազմի հաղթանակը հավասարապես նաեւ հայերին է պատկանում, Հայաստանին է պատկանում։ Եվ Հայաստանին է պատկանում։ Եվ դա իհարկե ես կարծում եմ քննարկման ենթակա չի։ Մենք 300,000 զոհ ենք տվել, այս պաշտոնական տվյալների բազմաթիվ հերոսներ ենք տվել եւ մենք ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին, այսինքն եթե դուք ուզում եք ինձանից որևէ այլ գնահատական լսել, ես չունեմ որևէ այլ գնահատական, եւ դա հավասարապես նաեւ մեր հաղթանակն է եւ մեր տոնն է։ Եվ խնդրում եմ հիմա ինձ թույլ տալ գնամ, որովհետեւ ես հանդիպում ունեմ եւ իհարկե շատ կարեւոր է, բայց չէի պլանավորել ձեր հետ խոսել։ Դե լավ, ես կարծում եմ մենք շատ լուրջ հարց քննարկեցինք, հետո ավելի անլուրջ բաներ, շատ անլուրջ հարց է, որովհետև որևէ հիմք չկա վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնելու եւ դա անիմաստ աղմուկ է այս ամբողջ կարևոր հարցերի շրջանակներից Դժգոհություն փայլուն կառավարում եք փաշի։ Այո, փայլուն կառավարում է։ Շնորհակալություն։ Հատկապես անվտանգային բոլոր Իսկ նորքի Թաղապետը որ շատապի հետ կապված զգաստել։ Ինչ եք ուզում որ ասեմ, իհարկե նորմալ չի։ Միջև հիմա պատասխանական, որ դուք այդ հարցով Նիկոլ Փաշինյանին դիմել եք եւ ասեք որ սխալ են այդ տեղեկությունները եւ իրականությանը չեն համապատասխանում, այդ հարցով ես չեմ զբաղվել։ Բայց նա պետք է պաշտոնական արվի կարծում եք։ Հարգելիներս դա իմ որոշելի հարցը չի եւ ես ձեզ ասում եմ, որ ես ցանկացած բռնության դրսևորում դատապարտում եմ, ես կարծում եմ, որ անընդունելի է նման պահվածք։ Քաղաքական որոշումներ Շնորհակալություն հարգելիներս։ Հայաստանում։ Բայց ինչ չի ազատվել աշխատանքից։ Ներողություն եմ խնդրում։